Այժմ տեսնենք ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ, հունիսի 7-ից 13-ը։ Ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ օձ եւ տեսնում եմ կին։ Կարող է լինել, որ ընտանիքում կա կին, որի առողջությունը կլինի շատ կարևոր, պետք է ուշադրություն դարձնի առողջությանը, այս կինը կամ դուք նրա, չգիտեմ, մայր է, տարիքով կին է, առողջական ինչ-որ խնդիրներ ունի եւ հիմնականում կարող է զբաղված լինեք իրենով։ Տեսնենք, խնդիրները պարտադիր չի մարդը առողջությունը ավելի վատանա, դրա մասին չի խոսքը։ Եթե տարիքով մեծ կին է, տատիկ ունեք, չգիտեմ, կամ տարիքով մայր ունեք, ապա պետք է դրա մասին երևի թե հոգ տանեք։ Մյուս կողմից կարող է լինել ուղղակի խելացի իմաստուն կին, մի կին, որին դիմում եք խորհրդով, որի հետ կիսվում եք, ձեր սրտը բացում եք իր առաջ, կամ միգուցե կա կին, որը ձեզ կարող է ինչ-որ հարցով օգտակար լինել։ Անձնական հարցերում տեսնում եմ գերանդի։ Տեսնենք կտրուկ, ինչ է լինում անձնական հարցերում, ինչի մասին է խոսքը։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հարգելիներս, տեսեք, շատ լավ կարտեր եմ տեսնում։ Եթե մի րոպե, մի վարքյան ես փորձեմ հասկանալ, այստեղ ինչին է վերաբերում։ Անձնական հարցերում ուզում էի հասկանալ, այստեղ կնոջ, եթե կնոջն է վերաբերում, դուք ինքներդ տեսեք, ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, որովհետև այստեղ նաև ծառ եմ տեսնում։ Այո, այստեղ ընտանիքի կինն է, մայրն է, քույրը, չեմ կարող ասել, ինչ որ կին է, որը եթե առողջական խնդիր ուներ, առողջական խնդիրները լավանում են, սա կարող է լինել մասնագետ, սա էլ արևով տեսնում եք, ծառն եմ, դուք ինքներդ կարտերը ցույց եմ տալիս, տեսնում եք, եթե առողջական խնդիրներ կային, շատ բարեհաջող, հաջորդ շաբաթ մարդը շատ լավ կզգա իրեն, առաջ խաղացում կլինի առողջության մեջ։ Իսկ եթե պարզապես իմաստուն կին էր, ես իրականում այստեղ տղամարդիկ եմ տեսնում, չեմ կարող ասել, եթե ինչ-որ առողջական խնդիրի տատանվում են, դուք այստեղ մասնագետ եք ձեռք բերում, այստեղ էլի եմ տեսնում մարդ, մասնագետի, այո, կարող եք դիմել մասնագետի, եթե առողջությանն է վերաբերվում, եւ ձեզ ծառով մարդը կօգնի։ Ընդ որում ես այստեղ երկու հոգի եմ տեսնում։ Չեմ կարող ասել ով է, երկու մասնագետի եք դիմում կամ միգուցե տղամարդու առողջության մասին է խոսքը, չգիտեմ, չեմ կարող ասել ճիշտն ասած, կամ միգուցե ինչ-որ ֆինանսների մասին է խոսքը, այսինքն միգուցե դեղորայքի բուժման մասին լինի խոսքը, որ գումարներ են պետք եւ բժիշկը ձեզ, չգիտեմ, խորհուրդ կտա, բայց առողջությունը շատ լավ կլինի եւ տեսնում եք, մարդը լրիվ կառողջանա։ Եվ այդպես, եթե հանկարծ, չգիտեմ, այդպես կտրուկ պետք է ուղղակի որոշում կայացնել, կտրուկ պետք է բուժում անել, միգուցե վիրահատություն է պետք անել, չեմ կարող ասել, բայց իրականում շատ այսպես բարդ խնդիր չեմ տեսնում եւ տեսնում եք, նորից եմ ցույց տալիս կարտերը, որ տեսնեք հարգելիներս, հանգիստ ասում եմ, միգուցե վիրահատություն է պետք ընտանիքում ինչ-որ մեկին, լավ բժիշկ ունեք, ֆինանսների հետ պայմանավորվում եք, ես չգիտեմ, գումարները վճարում եք եւ մարդիկ ձեր հիվանդին բուժում են, շատ լավ է վերջանում, շատ լավ եմ տեսնում։ Իսկ եթե այստեղ հիվանդի մասին չէ խոսքը, գերանդիով տեսնում եմ այստեղ կտրուկ, միայն տղամարդիկ եմ տեսնում, տեսեք հարգելիներս, միայն տղամարդիկ եմ տեսնում, չեմ կարող ասել տղամարդկանց հետ այսինչ խոսակցությունները վերջում երկու տուզ եմ տեսնում, ամեն դեպքում այստեղ ընտանիքում կա, ինչ որ կտրուկ փոփոխություն է լինում ընտանիքում, կդժվարանամ ասել ինչի մասին է խոսքը։
Միգուցե ընդհանուր բիզնես են ուզում, գործ են ուզում սկսել, որտեղ տեսնում եմ այստեղ գումարների կարգ, այստեղ տեսնում եմ մարդ, որ ավելի լավ մասնագետ է, ծառը առաջ խաղացում գործերին, միգուցե այստեղ հայր ու որդի ուզում են գործ անել իրենք, տեսնում եք սա տղամարդ եմ, տեսնում եմ այստեղ էլ արև։ Չգիտեմ, շատ հետաքրքիր է, չգիտեմ ճիշտ ասած ինչ կարող է լինել։ Մյուս կողմից, եթե ընտանիքում երիտասարդ տղամարդ կար, չեմ կարող ասել, կտրուկ ինչ-որ բան է փոխվում իր հետ կապված, բայց շատ դրական, անձնական հարաբերություններում, միգուցե դժվարանամ ասել ճիշտն ասած, ուղղակի շատ լավ երկու տուզ եմ տեսնում։ Ես ընտանեկան լավ հարաբերություններ եմ տեսնում, էլի եմ ասում, եթե հիվանդ էր, վիրահատություն է, շատ հաջող կլինի, ամեն ինչ լավ կլինի։ Տղամարդկանց հետ կապված ինչ-որ հարցեր կան, շատ դրական կլինի, ընտանիք են, զրուցում են, պայմանավորվում են, ինչ-որ որոշումներ են կայացնում, շատ հաջող կլինի։ Կանայք չեմ տեսնում, որ ասեմ, շատ կուզեի կին տեսնել, ասել, որ այս տղամարդը սիրում է, այսպես արևով։ Ամեն դեպքում հարգելներս, հարգելի աղեղնավոր, ընտանիքում հոր հետ կապված, մոր հետ կապված, ինչ որ հիվանդ եթե կին ունենք, ինչ որ մեկի հետ առողջական եթե կապված խնդիրներ կային, շատ դրական, շատ լավ կվերջանա։ Շատ կդժվարանա, մի տեսակ շատ խառն էր, շատ լավ էր վերջանում, կարևորը դա էր։ Աշխատանքի վայրում տեսնում եմ ինչ-որ խոսակցություններ, շփումը շատ է, կամ միգուցե ձեր մասնագիտությունը այնպիսին է, որ դուք շատ խոսում եք, բլոգեր եք, լրագրող եք, չգիտեմ, ինչ եք անում, որ շատ եք խոսում կամ շատ է շփումը մարդկանց հետ աշխատանքի վայրում։ Անկախ մասնագիտությունից ձեր աշխատանքի վայրում խոսակցությունները, շփումները շատ են եղել, ինչ որ բանակցություններ եք վարում, ում հետ ինչի հետ կապված կդժվարանամ ասել, մի քիչ խոսակցությունները ուշանում էին, այսինքն պատասխանը միգուցե ուշանում էր վերադասից, այսինքն ով որ այս խոսակցությունների արդյունքում պետք է որոշում կայացներ, չգիտեմ, նոր աշխատանքի հարցազրույցի գնացել եք, շատ լավ էր անցել, բայց ինչ որ պատասխան չէր գալիս, պատասխանը կգա։ Ես շատ գեղեցիկ կատեր եմ տեսնում, պատասխանը կգա, այսինքն ձեր նոր աշխատանքի եք դիմել, նորից եմ ասում, հարցազրույց եք անցել, սա մարդն է, գործատերն ովքեր որ ձեզ աշխատանք են առաջարկում, աշխատավարձն են տեսնում եմ իրենից է գալիս, ձեզ շատ դրական պատասխան կտան եւ դուք կհասնեք ձեր նպատակին, աշխատանքի ընդունվելու, եթե նպատակը դա է, ճանապարհը բաց է։ Եթե այլ բանակցություններ են գործի հետ կապված, լուրը ուշանում է, չգիտեմ, ձեր վերադասը կարող է միջամտել, օգնել, լուրը կգա եւ շատ դրական։ Ինչ նպատակ որ ունեիք, խոսակցությունները ինչի համար էր որ վարվում էին, հարգելներս նպատակին կհասնեք։ Ֆինանսներում տեսնում եմ 10 եւ տեսնում եմ գիրք։ Միգուցե նոր ֆինանսների աղբյուր, սա որտեղ ինֆորմացիա է նաեւ, ինչ որ նոր գիտելիք եք ձեռք բերել, նոր ֆինանսների աղբյուր, եւս մեկ աղբյուր, այսինքն ձեր աշխատանքից բացի եւս մեկ աղբյուր կգտնեք ինչպես գումար վաստակել, իսկ գումար հաստատ գալիս է։ Ես սա 10-ով կարող եմ ասել։ Ինչ հետաքրքիր է։ Կարտեր եմ տեսնում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Գիտեք, ֆինանսներ ես տեսնում եմ, որ ես ֆինանսական ճգնաժամ չեմ տեսնում, չեմ ասի, որ դուք ֆինանսներ չունեք, եւ չեմ կարող ասել ֆինանսական կորուստներ ունեք։ Բոլորովին դրա մասին չի խոսքը։ Միգուցե ձեզ ինչ որ նոր գումարներ են պետք, կամ միգուցե ֆինանսների երկրորդ աղբյուրն է պետք, կարող է այդպես լինել որոշ մարդկանց համար։ Մյուս կողմից դուք նոր ձև եք փնտրում աշխատանք գտնելու, առայժմ տեսնում եմ, որ չեք գտնում։ Փորձում եք շփվել, հանդիպել մարդկանց հետ, այստեղ կին եմ տեսնում տզով։ Ճանապարհի մեջտեղում եք կանգնած, որոշում պետք է կայացնեք, խորհրդակցում եք մարդկանց հետ, նաև on-line եք շատ շփվում։ Տեսնում եմ այստեղ գործատերեր, նոր մարդիկ, այո, դուք երևի նոր աշխատանք եք փնտրում, ուզում եք ինչ-որ նորից առջով կարող եմ տեսնել, որ դուք ուզում եք ավելացնել դեր ֆինանսները, ոչ թե ֆինանս չունեք, ելի եմ ասում, սա երկրորդ աղբյուրի մասին է խոսքը, որտեղ ծախսերը շատ են, միգուցե ձեր աշխատավարձը չի բավականացնում, դուք ուզում եք ավելի գումար, քան ձեզ գալիս է։ Շատ հանդիպում եք, շփվում եք, հանդիպեք, շփվեք, ճիշտն ասած, ես տեսնում եմ ձեզ թիկունքին բավականին ուժեղ մարդիկ կան կանգնած։
Եվ շփումը կա, միգուցե առայժմ չեք ստանում դրական պատասխան, ինչ որ ակնկալում էիք, դուք մենակ չեք, բայց ելի եմ ասում, ձեր կողքին մարդիկ կան, իսկ այստեղ ստվերում տեսնում եմ բանալին ձեր ձեռքում է։ Միգուցե ինչ որ քայլ պետք է անել։ Չեմ կարող ասել ինչ, չեմ կարող ասել, որտեվ ինչ եք ուզում անել։ Ուզում եք ձեր գումարներն ավելացնել, որովհետև ձեր ծախսերը կարծես շատ են։ Բայց շատ լավ կարտեր եմ տեսնում, ուղղակի տեսնում եմ, որ դուք մենակ չեք կարող անել, ձեզ թիկունք է պետք այս արջի կերպարով, ձեզ շփում է պետք մարդկանց, դիմել է պետք ճիշտ մարդկանց, ճիշտ մարդիկ կարող են ձեզ օգնել խորհուրդ տալ ֆինանսների հետ կապված, օնլայն տեսնում եմ շփում կա, կամ միգուցե աշխատանքներ օնլայն, կամ միգուցե ձեզ ասում են պետք է կատարելագործվեք, նոր ինչ-որ գիտելիքներ ձեռք բերեք, գրքով այդպես էլ կարող եմ ասել, եւ այդ դեպքում ձեզ կգա։ Բանալի տեսնում եմ ձեր ձեռքում է, ասինքն եթե ինչ-որ մեկ ասենք ինչ-որ լիցենզիա են ուզում, օրինակի համար, հա, դու կարող եք այս ֆրիլանս անել այս գործը, բայց եթե բերեք օրինակ թարգմանչի լիցենզիա, որ դու կարող եք պրոֆեսիոնալ թարգմանել, կամ չեմ կարող ասել, ինչ աշխատանք, որ դուք պրոֆեսիոնալ ծրագրավորող եք, ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ մի բան են ուզում, ինչ-որ գիտելիքի հետ կապված։ Էլ եմ ասում, բանալին ձեր ձեռքում է։ Այս նպատակին դուք կարող եք հասնել, եթե դուք ինչ-որ քայլ անեք, բայց ինչի հետ է կապված, ինչ անեք, չեմ կարող ասել։ Կարող եմ ասել, որ մարդը, ով ձեզ առաջարկում է այս, կարող է առաջարկել այս աշխատանքը, այո, կարելի է իր վրա հենվել եւ կարելի է իր խոսքին վստահել։ Ուղղակի ձեր կողմից դուք ինչ-որ քայլ պետք է անեք, հարգելներս, բայց կդժվարանամ ասել թե ինչ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում այդ եղջյուրներին։ Հաջորդ շաբաթ հունիսի 7-ից 13-ը։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ։ Տեսեք, կարտը շրջվել էր, ֆինանսներ են սպասվում այդ եղջյուրներին, կամ ծախսեր, կամ եկամուտ, տեսնենք, կարտերն ինչ ցույց կտան։ Լավ, խառնեմ, նույն կարտերը դուրս չգան, տեսնենք։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը շատ գեղեցիկ եմ տեսնում, հարգելի աջեղջուրներ։ Կուզենաք գեղեցկանալ, զուգվել, զարդարվել, գնալ դուրս, շփվել, ժամադրության գնալ, ժամադրության կանչել միգուցե։ Շատ գեղեցիկ, լավ տրամադրության մեջ եք, շատ եք ուզում դուրս գալ, շփվել, ձեր արտաքինին նաև կհետևեք, շատ կուզեք այս շաբաթ գեղեցիկ տեսք ունենալ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ ինչ-որ փոփոխություն, տեղափոխություն, ինչ-որ տեղ եք գնում կամ ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ հյուր։ Բարձի կարտներ պետք է հանեմ, ստվերի կարտը մեզ շատ կօգնի։ Տեսեք, այստեղ աստի փոփոխություն եմ տեսնում, ինչ որ նաև ճանապարհի հետ է կապված, տեղափոխության հետ է կապված, տնից ինչ որ մեկը ուզում է դուրս գալ, ուզում է գնալ, այստեղ տեսնում եմ տանը հայր կա միգուցե շատ այսպես իմաստուն խելացի մարդ է, ընտանիքում շատ լավ հարաբերությունների մեջ եք, զրուցում եք, շփվում եք իրար հետ։ Բավականին սիրտ եմ տեսնում, սրտեր եմ տեսնում, լավ է, շատ լավ է։ Տեսեք ինչեր եմ տեսնում այստեղ, սա կարող է լինել կինը, սա ամուսինը կարող է լինել, չգիտեմ, ծնողներն են միգուցե, մաման միգուցե մի քիչ նվնվան է, բողոքող է, դժգոհող է։ Չեմ կարող ասել ինչից է դժգոհում, միգուցե շատ խոսակցությունների ընթացքում մի քիչ շատ է սիրում բողոքել, աղվեսի կարտով կարող եմ ասել, հայրն ավելի այսպես հանգիստ մարդ է շատ։ Միգուցե տանը ինչ որ երիտասարդ ուզում է տնից դուրս գալ, ճամփորդելու է գնում, սովորելու է գնում, երկրից է տեղափոխվում, տնից է ուզում դուրս գալ, ժամանակավոր թե ընդմիշտ չեմ կարող ասել, բայց այսպես շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, տեսեք։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Միգուցե ինչ որ աղջիկն է, օրինակ աղջիկն է տեղափոխում, ասինքն միգուցե աղջիկը հայտնում է, որ սիրում է մի տղամարդու եւ որոշել են ամուսնանալ, ընտանիք կազմել։ Այստեղ ծառ եմ տեսնում։ Միգուցե, որտեղ սրտեր, տեսեք ինչքան շատ սիրտ եմ տեսնում, տղամարդ եմ տեսնում, կին եմ տեսնում, սրտի տուզը, այստեղ ամպերով, չգիտեմ, ինչ որ
անհանգստություններ կան, դե նոր կյանք սկսելուց միշտ էլ բոլոր երիտասարդներն անհանգստանում են, ընտանիք են ուզում կազմել։ Այդպիսի ինչ որ ընտանեկան հարցեր եմ տեսնում։ Ամեն դեպքում շատ մարդիկ եմ տեսնում եւ շատ մարդկային շփում եմ տեսնում, ամեն ինչ շատ նորմալ է։ Ընտանիքում, եթե ոչ մեկի ընտանիքում մեծ փոփոխություններ չէին սպասվում, ապա միգուցե ինչպես սկզբի կարտով ասցի հյուր է գնում, հյուր է գալիս եւ քանի որ այսպես տրամադրություններ ձեր շատ այսպես զուգված, զարդարված, գեղեցիկ ուզում եք դուրս գալ շփվել, միգուցե պարզապես ընտանիքով այսպես հյուր է գնում, հյուր է գալիս, շատ ջերմ մարդկանց հետ եք շփվում, չգիտեմ, եղբայրը եթե ամուսնացած է, քույրը գնում է եղբոր տուն կամ ծնողների տուն։ Մի խոսքով, ընտանիքում կարող եմ ասել, որ բավականին ջերմ հետաքրքիր հարաբերություն է։ Աշխուժություն կլինի եւ ինչ-որ տեղափոխություն, տնից տուն գնալ կլինի, այսինքն շատ կլինեն հյուրեր եւ շատ հյուր կգնաք հավանաբար հարգելի աջակցություններ հաջորդ շաբաթ։ Ամեն ինչ նորմալ է, շատ շփում կա, շատ ջերմ ընտանիքի անդամներով։ Օ, աշխատանքում տեսնում եմ շատ լավ, ճանապարհը բաց է, եթե աշխատանք եք փնտրում, ամենայն հավանականությամբ կգտնեք։ Միգուցե հաջորդ շաբաթ չգնաք արդեն աշխատանքի, բայց ձեզ ուղղակի լուրը հաղորդեմ, որ գտել եք։ Եթե հարցազրույցի պիտի գնաք մի շաբաթ, գնացեք, ամենայն հավանականությամբ շատ հաջող կանցնի։ Գործի հետ կապված, չգիտեմ, ինչ հաջողություն կա։ Տեսնենք։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Աշխատանքի վայրում շատ այսպես անսպասելի հաջողություն է սպասվում ձեզ, հարգելի աջակցություններ։ Միգուցե ինչ-որ մեկին այսպես առաջ խաղացում եմ տեսնում եւ տեսնում ձեր սիրտ այսպես ուրախությունից, սիրտն այդ լցված է եւ հաջողության կարտը։ Ձեզնից անկախ դուք երևի չեք սպասում շատ այսպես անսպասելի հաջողություն է, շատ մեծ հաջողություն է սպասում եւ առաջ խաղացում։ Պաշտոն են բարձրացնում, չգիտեմ, փոփոխություններին դուք տեղյակ չեք, կարող եմ ասել, որ սա ձեզնից անկախ է։ Դուք հանկարծ ուղղակի ինչ որ հետաքրքիր լուր կլսեք, ինչ հետաքրքիր փոփոխություն կլինի աշխատանքի վայրում, աճ կլինի, շատ լավ ձեզ համար, շատ ուրախ երջանիկ եք կարող եմ ասել, հաջողության կարտն էլ սկզբից տեսա։ Լավ է, աշխատանքում ամեն ինչ շատ նորմալ է։ Ֆինանսների հետ կապված տեսնում եմ նամակը, այսինքն ինչ որ լուրի եք սպասում միգուցե ֆինանսների հետ կապված, տեսնեմ։ Շատ ակսկիր կարտեր եմ տեսնում։ Ինչ որ լուրի եք սպասվում։ Ես սկզբից ասում էի, կարտը շուռ էր եկել, հիշում եք, շրջվել էր ես սկզբից, որ կարտերը խառնում էի, ֆինանսների հարցն է այստեղ։ Գիտեք, կարծում եմ, այսինքն ինչ որ պայմանագրի մասին է խոսքը գնում, բայց ինչ որ անհանգստություններ կային, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, տեսեք, շատ։ Դե հերթով գանք։ Ինչ որ լուրի եք սպասում ֆինանսների հետ կապված։ Եվ ինձ թվում է այս ֆինանսների լուրը միջարոց կապված է ուղիղ ձեր աշխատանքի հետ։ Ձեր աշխատանքի հետ է կապված, որտեղ այստեղ խաչեր եմ տեսնում։ Այսինքն այստեղ մի քիչ բարկանում եք, նեղվում եք։ Գիտեք, ինչպես կարող եմ ասել։ Ես հիշում եք, այստեղ հաջողության կարտն է, ասում է, եթե դուք աշխատանք եք փնտրում, աշխատանք կգտնեք։ Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ դուք աշխատանք արդեն գտել եք։ Ֆինանսները արդեն պետք է գային։ Դուք ես չեմ տեսնում, որ դուք ֆինանսական ճգնաժամ ունեք իմիջիայլոց։ Դուք ֆինանսներ արդեն ունեք եւ աշխատում եք։ Պարզապես գործի հետ կապված, սա նոր պայմանագիր, նոր համաձայնություն է, դուք նոր աշխատանք եք միգուցե գտել, բայց այդ անհանգստությունները, որովհետև ուշանում է միգուցե, չգիտեմ ինչն է ուշանում, ինչ որ լուրի եք սպասում, բայց ուշանում է, չնայած արդեն պայմանագիրը կարծես կա, բայց իրագործելու համար մի քիչ երկարում է, ձգձգվում է, դուք այստեղ շատ բարկանում եք, նեղվում եք, որտեվ դրա պատճառով աշխատանքը առայժմ չկա, խոչընդոտները, եւ աշխատանքը չնելու պատճառով ձեր ֆինանսները, ղարետ ասած, ձեր ֆինանսները կանգնել են, ծախսերը չեն կանգնել, ծախսերը շատանում են, դուք չնայած ունեք գումարներ, էլ եմ ասում, ես տեսնում եմ, որ դուք ֆինանսներ ունեք, բայց ամեն դեպքում ձեր ծախսերը շատ են, իսկ աշխատանքը տեղի չի շարժում, իսկ ես կարող եմ ասել խնդիրը, որ ձեզ անհանգստացնում էր, ինչ որ համաձայնությունից է աշխատանքի հետ կապված, աշխատանքի հետ է կապված,
տվյալ դեպքում այս ֆինանսները կապված էին ձեր աշխատանքի հետ, որ չի գալիս, որովհետև դեռ աշխատանքից լուր չկար։ Ես տեսնում եմ այս շաբաթ լուրը կգա, եւ վերջում էլ տեսնում եք տուզը տեսա, սրտի տուզը, այսինքն անպայման լուրը կգա ձեզ, լուրը կգա, կուրախանաք, ֆինանսները կսկսեն շարժվել, երբ որ աշխատանքի կանցնեք, այդպես կարող եմ ասել։ Դուք բայց էլ եմ ասում, դուք ֆինանսներ ունեք, ուղղակի լուրի եք սպասում։ Այս լուրից կապված ձեր ֆինանսները կավելանան։ Իսկ ես տզով տեսնում եմ, որ լուրը կգա, հաջորդ շաբաթ միգուցե լուրը կգա, արդեն կոնկրետ լուրը կգա եւ շատ դրական լավ լուր կգա, ձեզ կուրախացնի։ Չեմ կարող ասել աշխատանքը կսկսեք հաջորդ շաբաթ թե չէ, չեմ կարող ասել ֆինանսները կգան հաջորդ շաբաթ թե չէ, բայց դուք հաջորդ շաբաթ ամեն դեպքում դրական լուր կլսեք այդ մասին։ Մի քիչ բարդ էր ֆինանսների հետ կապված, բայց էլ եմ ասում, ես լրացուցիչ ֆինանսի հետ էր, աշխատանքի հետ էր կապված ավելի շուտ։ Իսկ ֆինանսներ ես տեսնում եմ, որ դուք արդեն ֆինանսներ ունեք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ հունիսի 7-ից 13-ը։ Հանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ խարիսխ։ Կայուն, շատ կայուն, առանձնապես մեծ փոփոխություններ ձեր տրամադրության մեջ հավանաբար չի լինի հաջորդ շաբաթ, կամ միգուցե դուք այսպես եք սկսում շաբաթը, այսինքն շատ կայուն, շատ նորմալ, ոչ դրական, ոչ բացասական։ Փոփոխություններ առանձնապես չկան։ Ամեն ինչ նորմալ է։ Անձնական հարաբերություններում ինչ որ շփում չկա ինչ որ մեկի հետ, միգուցե լուրի եք սպասում ինչ որ մեկից, կարող է լինել ընկեր, ընկերուհի, ազգական, բարեկամ, ընտանիքի անդամ։ Ինչեր եմ տեսնում։ Կարող եմ ասել մի քիչ բարդ կարտեր եմ տեսնում։ Բավականին բարդ կարտեր եմ տեսնում։ Այսպես ասեմ, ինչ որ հեռու տեղից, հեռվից, ինչ որ, չգիտեմ, ընտանիքի հեռու բարեկամներից միգուցե հեռվից ամեն դեպքում, շատ մոտ մարդիկ չեմ տեսնում, ինչ որ լուր եք ստանում, խաչով եւ առնետներով կարող եմ ասել, միգուցե ինչ որ մեկի մասին ինչ որ վատ բան եք լսում, չեմ կարող ասել ինչ, չեմ էլ ուզում ասել անկեղծ ասած, ինչ որ ամեն դեպքում կարող է մի բացասական լուր լսեք, չեմ ուզում ասել, անկեղծ ասած չեմ ուզում ասել, ինչ որ տհաճ լուր կլսեք, ինչ որ ձեր ծանոթներից մեկի մասին, այդպես կարող եմ ասել, տհաճ խոսակցություն է, միգուցե առողջական խնդիր ունի ինչ որ մեկը, ինչ որ մեկը առողջության խնդիր ունի եւ վերջում ծաղիկներով տեսնում եմ, որ միգուցե կյանքին վտանգ չի սպառնում, բայց ինչ որ առողջական խնդիր ունի ինչ որ մեկը ձեր բարեկամներից, ես չեմ ուզում մանրանալ, բայց ուզում եմ մի քանի կարտ էլ հանել, դե դա բնականաբար բոլորին չի կարող վերաբերել։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը ջրհոսներին։ Բնականաբար հարգելիներ, սրտներիդ մոտ չընդունեք, դա բոլորին չի կարող վերաբերել։
Չէ, չեմ նայի, չեմ ասի, ճիշտն ասած չեմ կարող, անկեղծ ասած, շատ կներեք, հարգելի ջրհոսներ, ես չեմ ուզում ոչինչ ասել այս մասին, ինչ որ տհաճ լուր կարող եք լսել, հեռվից, անցնենք աշխատանքին, աշխատանքի վայրում տեսնում եմ լուր է գալիս, ինչ որ ձիավոր գալիս է շտապում է, ինչ որ լուր է բերում, ինչ որ փոփոխություն է բերում, Աշխատանքի վայրում տեսնում եմ ինչ որ համաձայնագիր, ինչ որ պայմանագիր պետք էր երևի թե ստորագրել, ինչ որ պայմանավորվածություն կամ միգուցե նոր աշխատանք եք ուզում սկսել ինչ որ մեկի հետ, ինչ որ պայմանավորվածություններ կային, բայց ինչ որ խանգարող հանգամանք էլ կար եւ ճանապարհը փակ էր, չէր ստացվում, անդադ բանակցում եք, զրույցներ եք վարում, բայց ես տեսնում եմ, որ ի վերջո ինչ որ նոր ինֆորմացիա, ինչ որ բան կպարզվի միգուցե ինչպես կարող եք համաձայնագիր ամեն դեպքում ստորագրել, այսինքն հասնել համաձայնության, այսինքն բանակցությունները կարող են ձեր սրտով ավարտվել հաջողությամբ, բայց եթե դուք հասկանաք նոր բան ինչ որ կարող եք սովորել, ես այստեղ տեսնում եմ, որ լուրը գալիս է եւ լավ լուր է գալիս, այսինքն լուրը սա նշանակում է շանս, եթե ինչ որ բան կար, որ ինչ որ բան խանգարում էր, ինչ որ խանգարում էր, այսինքն ինչ որ ցանկություն ունեիք, ինչ որ նոր գործ եք սկսում եմ ասում, ինչ որ մեկի հետ պայմանագիր պետք է կնքեիք, ինչ որ խանգարող հանգամանք կար եւ ճանապարհը փակ էր, չէիք տեսնում։ Բանակցություններով փորձում եք խնդիրը լուծել, էլի եմ ասում, լուրը կգա, եւ այս լուրը կգա ձեզ եւ կասի, այս լուրով ինչ որ մեկը ձեզ կասի, թե ինչ պետք է անել, որպեսզի այս պայմանագիրը կնքվի, այսինքն որպեսզի դուք հաջողության հասնեք։ Դուք սովորեք իմանաք ինչի մասին է խոսքը եւ կարծում եմ, որ հաջողության կարող եք հասնել։ Միգուցե այս բոլորը կպարզվի հաջորդ շաբաթ, դուք դեռ չկարողանաք ձեր նպատակին միանգամից հասնել, բայց ամեն դեպքում խոսակցությունների արդյունքը, բանակցությունների արդյունքը կլինի շատ հաջող եւ դուք ունենաք շանս, որպեսզի ձեր նպատակին հասնեք։ Ինչ որ մեկի հետ նոր կոնտրակտ, ինչ որ նոր համաձայնագիր պետք է կնքվեք, դուք ունեք տարբերակ։ Կիմանաք, մի շաբաթ կարող եք ձեզ համար բարձել, թե ինչպես կարող եք հասնել հաջողության։ Ֆինանսները տեսնում եմ, որ կան, դուք ֆինանսների խնդիր չունեք։ Այո, ես տեսնում եմ, որ դուք ֆինանսների ոչ մի խնդիրներ չունեք։ Ֆինանսների հետ կապված ոչ մի խնդիր չունեք։ Դուք ֆինանսներ ունեք, այսպես ասեմ, ապահոված եք ֆինանսապես։ Բայց ամեն դեպքում ծախսեր կլինեն, շատ անսպասելի ծախսեր կլինեն, միգուցե ինչ որ չեմ կարողացել առողջական խնդիրներ են, առողջության հետ կապված ինչ որ ծախսեր են։ Տեսնում եմ, այստեղ նմանատիպ կարտեր են դուրս եկել ինչ որ անձնական հարաբերություններ, ինչ որ լուր եք լսում, ինչ որ մեկ առողջական խնդիր ունի, միգուցե ինչ որ բժշկական միջամտություն է պետք եւ դրա համար ծախսեր են պետք։ Ես տեսնում եմ կարող եք խոսել եւ իր ֆինանսները կա եւ առաջ խաղացում էլ կա։ Ծառը ես այստեղ ֆինանսների համար եմ նայում, առողջության համար չեմ նայում, որ ասեմ առողջությունը առաջ խաղացում կլինի։ Ամեն դեպքում ամեն ինչ հաջող կլինի, իսկ ֆինանսներում ձեզ կորուստներ չեմ տեսնում, այդպես կարող եմ ասել։ Պարզապես լրացուցիչ ծախսեր կառաջանան մի շաբաթ, բայց ֆինանսներ դուք ունեք, ֆինանսական խնդիրներ չունեք։ Հարգելի ջրհոսներ, ես նորից ուզում եմ ասել, այդպես չի կարող լինել, որ բոլոր անձնական հարցերում կարող է ինչ-որ հանկարծ վատ լուր պիտի լսեն, խնդրում եմ ձեզ մի ներշնչեք, եթե դուք ունեք, չգիտեմ, հեռավոր բարեկամներից մեկը 94 տարեկան տատիկ է, 97 տարեկան պապիկ է, դե այդպես լինում է, հասկանում եք, բոլորս էլ տարիքներս առնենք, մի օր հիվանդանալու ենք եւ վատ լուր ենք լսելու մեր մասին, այսինքն ես չեմ ուզում ոչ մեկ իրեն ներշնչի, հասկանում եք, չի կարող էլի այդպես ուղակի լինել, այդպես ուղակի չի լինում։ Տվյալ դեպքում ինչ որ մեկին կարևոր էր ինչ որ բան
պետք էր իմանալ, շատ կարճ կապեցի, բայց ես էլ եմ խնդրում եմ ձեզ, հարգելիներս, բոլորին չի կարող վերաբերել եւ ձեզ չներշնչեք, սրտներիդ մոտ չընդունենք։ Այսինքն պետք չի հաջորդ շաբաթ ինչ-որ վատ լուրի սպասել։ Բոլորովին։ Այժմ տեսենք ինչ է սպասում ձկներին հաջորդ շաբաթ։ Հունիսի 7-ից 13-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում շատ լավ, սրտի իներով եմ տեսնում, շատ աշխուժ կլինի, դուք էլ շատ աշխուժ այսպես եռանդուն տրամադրության մեջ կլինեք, հարգելի ձկներ։ Ինչ եք ուզում անել, ուր եք ուզում գնալ, ուղղակի շատ այսպես աշխուժ, շատ սպորտային տրամադրության մեջ էլ կլինեք։ Չգիտեմ, ջիմ եք գնում, ուր եք գնում, սպորտով եք զբաղվում, բավականին աշխուժ, շատ լավ կզգաք դες, այսպես էլ եմ ասում, շատ առույգ եւ առողջ, շատ լավ տրամադրության մեջ կլինեք։ Անձնական հարաբերություններում ամեն դեպքում տեսնում եմ ինչ-որ խոչընդոտ, տեսնենք։ Հետաքրքիր է։ Չեմ կարող ասել խոչընդոտը ինչի հետ է կապված, բայց տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ։ Չգիտեմ, ինչն է խանգարում, ինչ խանգարող հանգամանք կար, ինչ որ ում հետ էր, ընկերոջ հետ էր, ընկերուհու հետ էր։ Կարող եմ ասել, այստեղ ինչ որ մտերիմ հարազատ ինչ որ մեկը կամ կին կամ տղամարդ նշանակություն չունի։ Երևի հեռու էր։ Եվ խոչընդոտ այն էր, որ չեք կարողանում շփվել կամ շատ այսպես մոտ հարաբերությունների մեջ եք ինչ-որ մեկ ընտանիքի անդամ եք, կարող եմ տեսնել եւ շատ ջերմ, շնորհ տեսեմ, շատ ջերմ լավ հարաբերությունների մեջ եք։ Ուղղակի դուրսներ, ընտանիքից կամ դուրս էր կամ երկրից էր դուրս գնացել, դրա համար խնդիրը այդ էր, որ մարդուն կարոտում էիք միգուցե։ Բայց մարդը կգա ձեզ կայցելի կամ դուք իրեն կգնաք կայցելեք, ես տեսնում եմ այստեղ ճանապարհ, բնակության վայրի փոփոխություն, ամեն դեպքում ինչ որ հանդիպում կլինի ինչ որ բարեկամներից մեկի հետ, չգիտեմ, սա ընտանիքի ծառը, շատ ջերմ հանդիպում է, շատ լավ հարաբերությունների մեջ եք, կարոտել եք իրար, կարոտներդ կառնեք, շատ ջերմ, շատ գեղեցիկ է։ Եվ խոչընդոտը իրականում այն էր, որ ինչ որ շատ հարազատ մարդու չեք կարողանում տեսնել կամ շփվել։ Աշխատանքի վայրում տեսնում եմ աշտարակ։ Աշտարակը նշանակում է ինչ որ ցանկություն, նպատակ ունեք աշխատանքի վայրում, բայց ինչ որ տեղից չի շարժվում, ճանապարհը փակ է կամ փակ էր։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Հիմնականում տեսնում եմ խաչ, տեսեք այստեղ խաչ, սա էլ է խաչ, սա էլ է խաչ, խաչի վալետը եւ խաչի 7-ը։ Ծաղիկներով լավ է, վալետը, դաման, ինչ որ մարդկանց հետ եք աշխատում, շատ կերպարներ եմ տեսնում, չգիտեմ, ինչ որ մեծ հիմնարկությունում եք աշխատում, որտեղ շատ տարբեր տեսակ մարդիկ կան, եւ դրական, եւ բացասական, եւ նոր մարդիկ էլ են ավելանում, շփումները շատ են, ժողովներ եք անում, միգուցե հանդիպումներն են շատ, բավականին շատ աշխուժություն եմ տեսնում աշխատանքի վայրում, բայց ամեն ինչ այդքան էլ լավ չէ։ Ինչ որ ամպեր են կուտակված, ձեր վերադասն է սա, տեսնում եմ ինչ որ պաշտոնով մեկը, կամ դուք եք, կամ ձեր վերադասն է, այստեղ ինչ որ հարցերով վիճում է, ինչ որ կորուստներ կան։ Ես տեսնում եմ, որ դուք հաստատ աշխատանք չեք կորցնում։ Եթե անգամ աշխատանքի վայրում կրճատումներ կան եւ լսում եք վերադասից, եւ որոշ մարդկանց պետք է աշխատանքից հեռացնեն, բայց հեռացնելու են մարդկանց, ումից դժգոհ են։ Այսա վեճերի կարտն է կորուստը։ Իրականում կարծում եմ կորուստներ կլինեն եւ որոշ մարդկանց աշխատանքից կհանեն, բայց դա ձեզ հաստատ չի վերաբերում։ Տեսնում եք, դուք շատ կայուն կմնաք ձեր աշխատանքում, ձեզ ոչինչ չի սպառնում, բայց հեռացնում են սխալ մարդկանց իմիջիայլոց եւ սա վատ որոշում չէ։
Դժվարությամբ էլ կայացրել են, ամպերով կարող եմ ասել, որ վերադասը շատ ուրախ չի այս լուրը հայտնելիս։ Միգուցե լավ մասնագետ է, բայց ինչ որ շատ է վիճում մարդկանց հետ, միգուցե անհաջող մարդ է, լավ մասնագետ, բայց անհաջող մարդ է, եւ եթե մարդկանց հեռացնեն կրճատումներ լինեն, նորից եմ ասում, ամեն դեպքում ձեզ չի վերաբերում, դուք աշխատանքի կորուստ չեք ունենա։ Մյուս կողմից, որովհետև այստեղ տեսնում եմ աշտարակը քանդվում է եւ ճանապարհը փակ է, եթե ինչ-որ աշխատանքի հետ կապված ինչ-որ ծրագրեր ունեք, նոր առաջարկություն կար, շատ այսպես գեղեցիկ ծրագիր կար, նոր պլաններ կան, մարդիկ, որոնք խանգարում են դրան։ Խանգարում են եւ թույլ չեն տալիս, այսպես մի կա ինչ-որ մեկ ամեն դեպքում, որ ոչ մի կերպ չի կարողանում համաձայնվել այդ նոր առաջարկին, դիմում եք ձեր վերադասին եւ կկարողանա ձեզ օգնել, որովհետեւ ես վերջում էլի տեսնում եմ, որ իրականում հարցը կլուծվի ձեր օգտին։ Ճանապարհը փակ էր, բայց կարծում եմ հնարավորություն կա, եթե ձեր վերադասին դիմեք եւ եթե պաշտոնով բարձր մարդիկ կարողանան միջամտել։ Իսկ ֆինանսներում տեսնում եմ երազանքների, ցանկությունների կարտը, ինչ որ նպատակ ունեք ֆինանսների հետ կապված աստղերով եւ ճանապարհը բաց է։ Բաց է ճանապարհը, ինչպես արդեն ասեցի, տեսեք, ձեր ինչ-որ ցանկություններ, նպատակներ ունեք ֆինանսների, չեմ կարող ասել ինչ նպատակներ ունեք, ինչ պլաններ ունեք, ձեզ հաջողություն է սպասում, ծախսերը կլինեն շատ չնչին, դուք ավելի շատ գումար կվաստակեք, սա գումարի կարտն է, դուք կգտնեք ձևը, այդպես ասեմ, եթե ծախսեր կառաջանան անսպասելի, դուք չէիք սպասում, շատ չնչին ծախսեր են, դուք կգտնեք ձևը, տարբերակը, ինչպես կարող եք ձեր ծախսերը կրճատել, եւ իրականում 10-ով տեսնում են ֆինանսները գալիս են, սա էլ հաջողության կարտը, ճանապարհը բաց է ձեր նպատակի ցանկությունների համար, ինչ որ ուզում եք անել, ինչ որ գնումներ եք կատարում, ճանապարհ եք գնում, չգիտեմ, ինչ ուզում եք անել, ինչի հետ էլ կապված լինի ֆինանսը, ճանապարհ, ինչ որ ցանկություն ունեք, նպատակ, անպայման կհասնեք, ել եմ ասում, շատ չնչին կորուստներով։ Դուք անպայման կգտնեք տարբերակը, ինչպես խնայեք ձեր գումարները, շատ չնչին ծախս կլինի, շատ մեծ հաջողություն կլինի ֆինանսներով։